Ընդհանրապես տաքություն, քխացավ եւ այլ տիպի կանգատների դեպքում աշակերտները դիմում են դպրոցի բուժքետ։ Բուժքույրն էլ համապատասխան զննումներից հետո, եթե երեխայի մոտ ինչ-որ հիվանդություն է հայտնաբերում, տուն է ուղարկում շրջապատի անվտանգության համար։ Ծաղիկի դեպք իրոք գրանցվել է, որոնց վերաբերյալ տեղեկատվություն տրվել է Բեռլին հիվանդանոցին, տեղյակ է պահվել Սանեպետկայանին։ Գյումրու 6-րդ դպրոցում մենք ունենք 6 դեպք արձանագրված։ Համաճարակային իրավիճակը անհանգստացնող չէ։ Հանրակրթարաններից պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնը ստանում է տեղեկատվություն, թե որ դպրոցում քանի բացակա կա։ Թիվ 6 դպրոցի տնօրեն Արտաշես Սարգսյանը վստահեցնում է, որ այս տարի նախորդի համեմատությամբ բացակաների թիվը նվազել է։ Մեր նկարահանման պահին թիվ 6 դպրոցի առաջին դասարանի 33 աշակերտներից բացակայր ընդամենը մեկը, այն էլ ըստ դասվարի ոչ առողջական խնդիրների պատճառով։ Ինձ թվում է ֆիզկուլտի ժամին, որ խաղում են, քրդնում են, այդ ժամանակ է լինում, որ ասենք մի քանի աշակերտ բացակայում են ընդհանուր առմամբ, այդպես վարակիչ հիվանդություններով ետետրսում վարակվեցին, բացակայում են։ Դասարանում աջակցությունը բավական բարձր է։ Բռնկման դեպք չկա, որ ասեմ, թե բռնկում է։ Դպրոցը բավականին տաք է, դրա համար բացառվում է դպրոցից հիվանդությունը տարածելու երևույթը, պարզապես երեխաները հասարակության մեջ ապրում են, դա էլ օգտակատիլային տարածման արդյունք է, երեխաները հիվանդացել են։ Ըստ հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետի տեղակալի, իրենց կողմից ջրծաղիկի վարակազերծման ուղղությամբ հատուկ միջոցառումներ չեն իրականացվում, սակայն կատարվում են համապատասխան հետազոտություններ հիվանդություններից ձերբազատվելու համար։ Այս պահի դրությամբ մենք դպրոցներում կատարում ենք ջերմաչափում, մեր կողմից իրականացում է ջերմաչափում, հիվանդների այդնաբերում, իրականացում է նաև ջրծաղիկի նկատմամբ մոնիտորինգ, մենք շաբաթական տվյալների վերլուծություն ենք կատարում, պես որ տվյալները հավաստի են, անհանգստացնող բան չկա։ Ըստ մասնագետների երեխայի ջերմության բարձրացման դեպքում պետք է դիմել բժշկի խուսափելու համար հետագա պաշտություններից, իսկ մինչ օրս ջրծաղիկով հիվանդների թվի աճ չի նկատվել, բայց քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը տևում է 21 օր, ապա դժվար չէ ենթադրել, որ այդ թիվը հնարավոր է ավելանա, վստահեցրեց հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի պետի տեղակալ Անահիտ Զատիկյանը։ Էլիզա Ֆրանգուլյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։